Լրահոսին Արման Թաթոյանը ասուլիս հրավիրեց, Արման Թաթոյանը հրատապ ասուլիս հրավիրեց և ցույց տվեց քարտեզներով, նկարներով, որ Սոտքի հատվածում, Վարդենիսի այդ հատվածում, Կութի բնակավայրի հատվածում, Ջերմուկի հատվածում, այսինքն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում 2025-ի հուլիսի դրությամբ այլ պատկեր ենք ունեցել և ընդամենը մեկ ամսվա ընթացքում օգնել Սերժ Սարգսյանի այդ փոքրիկ պրոտեժեին այդքան ուռճացնելուց իրան ինչ-որ լուրջ քաղաքական կշիռ տալուց, որ ազգային ժողովում ընկած պատգամավորների Թաթոյան չի դառնում։ Ժողովուրդ ջան, մի խնդրին արձագանքեմ, կարծեք դրան է խնդրին եք արձագանքեմ, կամ պայման, չեք հոգնել բայց այդ բանից, ասենք սա ընդդիմադիր մեդիայով, ինչ լավ էլի, ինչ Սերժ Սարգսյանը Թաթոյանին նշանակել էր մի հետո իշխանություն, թողել ընդդիմադիր մեդիայով սենց PR եք անում, բան եք անում, փորձում եք ինչ-որ մի լուրջ կերպար ստանալ, ժողովուրդ ջան, չի ստացվում, Սերժ Սարգսյանի փոքրիկ պրոտեժեն չի կարող լուրջ քաղաքական կերպար դառնալ։ Երկրորդը, եթե ձեր նշած պրոտեժեն Սերժ Սարգսյանի անվտանգային լուրջ հարցերով մտահոգություն ունեցող մի անձնավորություն է վեհանձն դեմքով փոքրիկ տենց ինչ-որ բաներ անում։ Այդ ուր էր այդ մարդը 1000 ներողություն։ Այդ երբ որ այդ նույն դիրքերում, երբ որ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածները մենք կոնսերվի բանկեքում էինք։ Կոնսերվի բանկեկն էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության միջոցը իր տեր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ինքը այդ կառավարության անդամ եղել են հայտնի կոնսերվի բանկեկը որ տեսնում եք դա իր կառավարության իր քաղաքական տեր Սերժ Սարգսյանի կառավարության օրոքը թող գնա այդ որ տենց Google Map-ը բացել ինչ որ եսիմին չա ցույց տալ թող մի օր բացի ցույց տա, այն ինչը ցույցատրել պաշտպանության նախարարը Հայաստանի Հանրապետության, այն ամրաշինական հսկայածավալ աշխատանքը, որը որ կա, այն բետոնի պատերի հաստությունը, երկաթ բետոնե պատերի հաստությունը ցույց տա, որոնց հետևում գտնվում են մեր զինվորները, դա համեմատի իրա ու իրա քաղաքական տեր Սերժ Սարգսյանի բանկաբութուլկեքի հետ, ժեշտի բանկեքի հետ, իսկ դուք կհամեմատեք այդ բանկաբութուլկաների բանակով, ինչ տարածքային կորուստներ են ունեցել այդ իշխանությունները եւ ձեր իշխանության օրոք այդ ամրաշինական հսկա հաստ բետոնե պատերով բանակի օրոք ինչ տարածքային կորուստներ ենք մենք ունեցել։ Իհարկե չեմ համեմատի ու դրա համար ես պիտի ներողություն խնդրեմ մեր քաղաքացիներից, որ մենք չկարողացանք մեկ օր շուտ վռնդել Սերժ Սարգսյանին ու իր պրոտեժե այդ սաստավին Թաթոյան, այն մնացած իշխանությունից Հայաստանի Հանրապետությունը, որտեղ որպեսի մեկ օր շուտ սկսեինք այդ երկաթ բետոնե այդ կոնստրուկցիաների այդ պաշտպանական ամրոցների կառուցումը Հայաստանի սահմաններով մեկ, որովհետև եթե մենք դա մեկ օր շուտ արածելնենք, մեկ օր ավելի շուտ պաշտպանված կսկսեինք լինել։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը, պրոտեժե Թաթոյանը ու մնաց բանակցություններով բոլորն են կապորդ։ Եվ զրոյական կետից էիք։ Պարոն Ալեքսանդրովna, կոնկրետերի այսինքն դիմա ձեր ասածը գիտեք որն է, ձեր ասածը այն է, որ Սերժ Սարգսյանը բանկաբութուլկեքով այո կարողանում էր պահել խաղաղությունը, կարողանում էր էս անել, բայց դա ոնց որ հիմարի տեղ դնել մեր քաղաքացիություն, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդի զենք էր առնում, Իսրայելից չգիտեմ քանի միլիարդի զենք էր առնում, այդ զենքը չէր առնում, որ տաներ դներ, տանը ինչ որ մի հատ նայեր, ցուցահանդեսաներ, էսաներ, այնաներ, ակնհայտ է, որ այդ զենքը ինչ որ մի պահի պետքա կրակեր։ Ու հիմա ձեր ասածը այն է, Ադրբեջանը երբ պատրաստ եղավ այդ պատերազմին փաստացի, երբ այդ զենքերը յուրացրեց, երբ այդ ռազմական դոկտրինը յուրացրեց, երբ էս արեց, ակնհայտ էր, որ այդ պատերազմը լինելու է։ Բայց այդ Սերժ Սարգսյանի գնաց Իսկանդերով ձեր իշխանությունը 10% կարողացավ կրակել, ասենք զենքից եք խոսում։ Ինչ է Իսկանդերը, կասեք ինձ։ Ինչ զինատեսակա հզոր այն ժամանակ որ բերեցին շքերթին մասնակցում էին հզոր ինչքան հզոր դե ձեր դեպքում 10% չէ ինչքան հզոր որ ասում եք հզոր օրինակ քանի հատ բան է ինչ է անը քանի հատ Սմերչի մարտագլխիկի հզորություն ունի մեկ Իսկանդերի բանը ճիշտ թիրախավորման դեպքում մեզ ներկայացնում են որ ճիշտ թիրախավորման դեպքում ինքը հստակ ռազմավարական խնդիր կարող է Ադրբեջանը պատերազմի ընթացքում հազարավոր Սմերչեր արձակել կամ հարյուրավոր, հազարավոր, այո, Սմերչի հրթիռները արձակել մեր ուղղությամբ։ Որքան է դրանց մարտագլխիկի քաշը, ու որքան է Իսկանդերին։ Իսկանդերը սարքել էիք մի ատոմային Չուցլինի Սուզանավ, ասենք, չգիտեմ ինչ էիք սարքել այդ Իսկանդերը։ Ժողովուրդ ջան, Իսկանդերը քաղաքներ չի ոչնչացնում։ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր երևի միլիոնավոր Իսկանդերները, միլիոնավորը չափազանցնում, իհարկե տասնյակ հազարավոր առնվազն կրակել է Իսկանդերներ եւ
Հա ինքը Այսօրվա իրավիճակին անդրադարձեք էլի պարոն Ալեքսանյան, խնդրում դուք բացառում եք կրակեց ձեր դեպքում։ Կոնկրետ բան Ալեքսանյան, չկա նման բան, թե կա Ինչ բան։ ուժում կա Հայաստան տալ, ճիշտ է մի նաև ամսում փոխվել է վիճակը։ Օ, ժողովուրդ լավ այդ հեքիաթները, ես ձեզ խնդրում եմ այդ հեքիաթները ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ պարբերական, սա կոնկրետ PR տեխնոլոգիա է, այն ինչը որ կատարվում է, ու դուք էլ հիմա այդ PR տեխնոլոգիան փորձում եք զարգացնել, էլի, ասենք, այդ մարդու կերպարը զուտ ուռճացվել է նրանով, որ բան է անում, գնում աստեղ, այնտեղ ասում է, այ այստեղ Ադրբեջանից շուտ լացակումած տոներով բան Ժորժ ջան, Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է։ մեր խոժում չէ։ Իմիտացիա չի խաղաղության 2025-ի հուլիսից 2025 օգոստոս ընկած ժամանակահատվածում այդ հատվածներում, որը նշեցի խնդրահարույց հատվածներում փոփոխություններ եղել են թե չեն եղել որպես հանձնաժողովի անդամ խնդրում Ինչա նշանակում իրենք ամրաշինական աշխատանքներ իրականացրել են, իրենք թիրախավորել են մեր դիրքերի սնուցող ճանապարհները, Ինչա նշանակում ամրաշինական հակստոցներ են արդեն կառուցել։ Նշանակում ամրաշինական աշխարհ։ Չգիտեմ, մի հատ խնդրում եմ այդ ինչը որ դուք ասում եք նույն ինչը պանել, դուք տեսել եք մեր ամրաշինական կառույցները։ Դուք մեր ամրաշինական կառույցները տեսել եք մեր պաշտպանության նախարարի ցուցադրած։ Բախ ունեք, դրանով ինչն եք, որ գյուղերն եք բանարել նշանառության տակ։ Բայց մեր ամրաշինական աշխատանքները մեր տարածքում է, պարոն Ալեքսանյան, իրենց էլի մեր տարածքում։ Հազար ներողություն Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքը հարգող երկիր է, Հայաստանի Հանրապետությունը բնակելի գյուղեր չի թիրախավորում ու նշանառության տակ չի վերցնում։ Չանենք, որ մեր դիմաց կանգնած հակառակորդն էլ այդ մակարդակի վրա լինի։ Մեկ խաղաղության իմիտացիա արդեն 2 տարուց ավել է, ինչ Հայաստանի Հանրապետության սահմաններին զոհ չի եղել։ Գնացեք այն նախկին տարիներին, զոհերի ընտանիքներին, բացատրեք, որ սա խաղաղության իմիտացիա է։ Ձեզ ընդդիմադիրները սրա հետ կապված ասում են, չի եղել, չի կրակել, որովհետև ինչ ուզել է տվել եք։ Կտրտել տվել եք մաս-մասել, խի պիտի կրակի, եթե Ալիևի ուզած անում եք, խի պիտի կրակի։ Որ ուզած նույն ընդդիմադիրներն են ասում, որ ասում են միջանցք եք տալիս։ Նույն ընդդիմադիրներն են ասում, որ ասում են միջանցք եք տալի ձեզնից միջանցք են պահանջում։ Միջանցք չի, միջանցք կա։ Ուզում եք ասեք, որ միջանցքը իրանից ենթադրում էր Հայաստանի Հանրապետության սուվերենության ճանաչում, հա։ Էդ էր նշանակում։ Իսկ ադրբեջանցիների այդ զորքերի ամրակայումը, որ ասում եք, հա ինչ կա, մենք էլ ենք ամրակայում, մենք մեր տարածքում ենք ամրակայում։ Իրենք խոսքը մեր սուվերեն Բաներ վերագրում, որ ես դες բան եմ։ Նոր քիչ առաջ ասացիք, մենք տեսել եք ինչ ամրաշինական աշխատանքներ։ Ասացի, հա ինչ անենք։ Ես տենց արտահայտություն արեցի, չէ՞ դե։ Հա ինչ անեք չեք ասել հիմա։ Հարցս հետևյալն է, ադրբեջանցիները, հարցս հետևյալն է, պարոն Ալեքսանյան, ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են այդ աշխատանքները իրականացնում, ամբողջ խնդիրը։ Ընկերներ, ես ձեզ մի հատ գաղտնիք բացեմ։ Ես ձեզ մի հատ գաղտնիք ասեմ։ 90-ականներից ի վեր կան տեղեր, որտեղ ադրբեջանցիք են մեր սուվերեն տարածքում, օրինակ Տավուշի հատվածում, կան տեղեր, որտեղ մենք ենք իրանց սուվերեն տարածքում։ Կա տենց բան։ Չգիտեիք, սա ձեր համար ինչ-որ ապոկալիպտիկ նորություն է, հա, տենց հեսա աշխարհը փուլ կգա այս նորությունից։ Դրա համար ենք ասում, որ սահմանազատում ու սահմանագծում պետք է։ Հիշում եք այդ հեքիաթները, որ ընդդիմադիր գործիչները կներեք, հիշում եք այն հեքիաթները, որ ընդդիմադիր գործիչները նաև ձեր մեկնաբանմամբ սփռում էին համայն հայությունով մեկ Տավուշի գյուղերի հետ կապված։ Գնացեք Տավուշ մի հատ։ Մեկ գնացեք Տավուշ, տեսեք այն սահմանամերձ գյուղերը, որոնց գլխին ողբ էին կապել ընդդիմադիր գործիչներ, տեսեք ոնց են ապրում։ Տեսեք այդ գյուղերում քանի բնակելի նոր թաղամասեր են կառուցում, թաղամասեր, չեմ ասում առանձին տներ։ Մարդիկ խնդրում են, որ այդ սահմանամերձ գյուղերում, որոնց գլխին ողբ էին կապել ընդդիմադիր գործիչները, ծրագիրը վերաբացվի 16 միլիոնի կարողանա նորանոր տներ կառուցել։ Ինչքանով է այդ ողբը ակտուալ։ Տավուշի հետ կապված, տեսեք, Տավուշում այո, մենք հետ քաշվեցինք, այդ սահմանազատումը տեղ ունեցավ, բայց այն հատվածներում, որ պետք է Հայաստան առաջ գնա եւ Ադրբեջանի տիրապետության, այդ սահմանազատումից ձայն չկա։ Ես ձեզ ասում եմ, որ ամբողջ երկայնքով սահմանի լինելու է սահմանազատում։ Հարկելի, այ շատ լավ հարց եք տալիս եւ մենք էլ ձերպես, մենք ձեզնից ավելի շահագրգիռ ենք, որ օր առաջ սկսի ու հնարավորինս շուտ կսկսի։ Այսինքն այդ հարցը քննարկվում է միջգերատեսչական երկու կողմերի միջգերատեսչական երկու հանձնաժողովների կողմից երկու պետություններ եւ դա կսկսի 2 տարի է փաստորեն չի շարունակվում։ Այ ես շատ իրականում ողջունում եմ այս հարցը։
Ես իհարկե անչափ ողջունում եմ։ Ես անչափ ուրախ եմ ու անչափ ողջունում եմ ձեր այս հարցը, որ դուք տալիս եք, բա ինչի չի նորից սկսում, որտեղ ուզում եմ նորից ձեզ հիշեցնել, որ ուղիղ սրանից 2 տարի առաջ դուք այս ամեն ինչը ներկայ դուք սահմանազատ դուք ձեր 24 նյուս լրատվական։ Ինչ են կարող 24 նյուս լրատվական չանեն։ Հա, չէի ասում։ Չէի ասում, որ դա ողբա, դա պետության հանձնում է, դա Հայաստանի Հանրապետության մահն է, դա այդ տարածքի այդ գյուղերի մահն է։ Ժողովուրդ ջան, ես էլ բա միջազգային նորմերի համապատասխան իրականացվել է սահմանազատում ու մարդիկ այնտեղ խաղաղության մեջ շատ երջանիկ ապրում են ու տներ են կառուցում իրենց ունեցած սոցիալական եւ այլ խնդիրներով իհարկե, որոնք ոչ ոք չի կարող անտեսել ու այդ ուղղությամբ պետք է աշխատենք, բայց հիշեցնեմ, 2 տարի առաջ ողբ էր տեղի ունենում, այն գարգրկողը հայտնի գալիս էր այդ տարածքից, ճանապարհին Սերժի տարբեր պրոտեժեներ Թաթոյանը բանը, Քոչյանի տարբեր падգամավորներ ընդհուպ միջև ուղիղ գնում էին, միանում էին, փրկենք, հանձնենք, չթողնենք հանձնեն, բան։ Տավուշի հատվածից տարածքներ չեն տվել։ Գիզիլ Հաջելին երբ ա եղել Տավուշի հատվածում, էլի մի հատ ինձ ասեք, խնդրում եմ։ Գիզիլ Հաջելին երբ ա եղել Տավուշի հատվածում։ Փոխադարձաբար սկզբունքը պահպանվելու է հաջորդ թիվ, որտեղ սահմանազատում կգա։ Ու ես նորից եմ ասում, ես շատ ողջունում եմ ձեր այս տրանսֆորմացիան, որ դուք այդ սահմանազատումն ու սահմանագծումը ողջ ու պետության մահ որակելուց անցում եք կատարել դեպի բա երբ ալնելու հաջորդ փուլը շատ ողջունում եմ, ամեն ինչ անելու ենք, որ օր առաջ լինի։ Դուք ուզում եք ասել, մեր սուվերեն տարածքներում, եթե նույնիսկ Ադրբեջանը այդ ամրաշինական աշխատանքներ անի, դիրքեր, թաքստոցներ, բաներ սարքի, սահմանազատումից հետո որ պարզվի դրանք մեր տարածքներն են, այսինքն ոչ թե հաստատվի, որ դրանք մեր տարածքներն են, պիտի քշվեն իրանց տարածքներ ու թողնեն դրանք մեզ։ Կներեք, հաշվի առնելով խաղաղության օրակարգ ու խաղաղության գոյությունը, ես այլ բառով այդ քշվելը ձեր փոքրինչ կփոխարինեմ, կասեմ, եթե պարզվի, որ կարմիր գոր կփռենք, չէ, կարմիր գորգը մի փռեք, դուրս գալ, ես ինձ չեմ կարող նման բառապաշար թույլ տամ, որտեղ ես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ազգային ժողովի падգամավոր եմ։ Գուցե որոշ ընդդիմադիրներ, ովքեր իրանց երեխաներին ու որդիներին ազատել են զինվորական ծառայությունից, պատրաստ են ուրիշի որդիների արյան գնով ինչ որ հորջորջող տեքստեր ասել, ես չէ, թույլ տվեք ասել, որ դուրս կգան։ Այո, դուրս կգան, երբ որ սահմանազատումն ու սա գալիս է ադրբեջանցիների մասին խոսելիս բանանում պարոն Ալեքսանյանի, հիմա դուրս կգան քշվել, խոսքը սահմանազատման արդյունքում քշվելու մասին էր, ոչ թե պատերազմական գործողությունների։ Կներեք հազար ներողություն, բայց ես այդ հորջորջողներին, որ անհարգալից են խոսում, այն հորջորջողներին, որ ինչ ասես խոսում են, տեսել եմ, նրանց որդիների ռուսական անձնագրերն եմ տեսել, նրանց ընտանիքների ունեցվածքն եմ տեսել ուրիշ երկրներում, նրանց սեփական ուրիշ երկրների անձնագրերն եմ տեսել։ Հայրենակիցներին ագրեսոր է ասում, ահաբեկիչ է ասում, եք տեսել եք։ Տիկին Ջեբեջան, հազար ներողություն, ուզում եք 40 անգամ ընդունեք, դրանից իմ ասացի արժեքը չի կորելու։ Ես այդ մարդկանց անձնագրերը օտար երկրների տեսել եմ։ Ու այո, նրանք կարան իրանք որդիների համար այդ անվտանգ ելքը ապահովելով գնան հորջորջեն ինչ որ բան անեն, ես դա չեմ պատրաստում անեմ, կներեք։ Ես չեմ պատրաստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գյուղացիների, չգիտեմ, Երևանում ապրողների, Գյումրում ապրողների, Տավուշում ապրողների որդիների կյանքի հաշվին ինչ որ sense ուժեղ տղայի բանից ներկայացնեմ, ասեմ, հələ տեսեք ինչ պատասխան կտամ։ Դուք մի վարքյան կասկածում եք, որ այդ ձեր ասած ընդդիմադիր դաշտում կա գոնե մեկը, ով կարա այնպես առնվազն տենց սուր քաղաքական տեքստած։ Ես ասում չկա տենց մեկը։ Մի բան, որ ես հասկանում եմ դրա գինը։ Այդ մարդիկ չեն հասկանում դրա գինը, կամ ավելի ճիշտ հասկանում են, բայց իրանք թքած ունեն, որտեղ դրա գինը վճարողը իրանք չեն, իրանք որդիները չեն։ Դա Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիների որդիներն են, որ պետք է այդ գինը վճարեն։ Գյուղացիների որդիներն են, որ պետք է այդ գինը վճարեն, որ պետք է գնան ու զոհվեն, ինչա իրանք ուժեղ մի երկու հատ արտահայտություն արեցին, շատ ուժեղ մարդիկ են։ Դիմադիր չկա, որ զոհվել են, պատերազմի ժամանակ մասնակցել են։ Կան։ Բա ինչի՞ ասում, որ նրանց պետք է չի տոմի։ Բայց նրանցից քանիսն են, բայց նրանցից կամ ձեր ԿՊ խմբակցությունից քանիսն են, քանիսի որդիներն են բանակից ազատվել, ու ձեր գործընկերներից քանիսն են բանակից ազատվել։ Բավականին շատ են ձեր թիմում, բավականին շատ, ասում եմ, բավականին շատ։ Տոկոսային հարաբերակցությամբ ԿՊ-ում ծառայած տղամարդիկ ամենաշատն են ազգային ժողովի 3 խմբակցություններում։ Հայկ Մամիջանյանն է ծառայ բանակում, Տարոն Մարգարյանն է ծառայ, որ զորամասում են ծառայել։ Կոնջորյանն է ծառայ։ Հայկ Կոնջորյանը չի ծառայ բանակում, ես ծառայ։ Սարգիս Խանդանյանն
Խանդանյանն է ծառայել։ Սարգիս Խանդանյանը Վայ Ղալումյանի որդիներն են։ Կներեք, հա, Վայ Ղալումյանի որդիները, եթե չեմ սխալվում, ծառայել են, բայց Հայկ Սարգիս Խանդանյանի աչքերը եղել է -8 ու ձեր գործընկերն է եղել լրագրող, ակնոցների հաստությունը ինձ թվում է տեսած կլինեք, երբ որ սա մեջ եք բերում։ Բայց բանակը չի ծառայել, փաստը արձանագրում է։ Հա, ես ասում եմ -8 աչքերի տեսողություն ունենալով, այո, չի ծառայել բանակում։ Եվ ես ասում եմ, ես եմ ծառայել բանակում։ Պապոյանը։ Ռոբեն Ռուբինյանն է ծառայել բանակում։ Ես ասում եմ, տոկոսային հարաբերակցություն կա, հարգելի գործընկերներ։ Կա, պարոն Գաբրիելյան, այո, ծառայել է բանակում։ Հիմա պատմում որ չի ծառայել։ Պարզա, ես ուրիշ հարց, ես խնդրում եմ դուք առաջարկեք ինչ լուծում կարող եք դուք տալ, որպիսի փարատվի, հա, մեր մտահոգությունը այս մասով, որ այդ վիճելի տարածքներում կութի, սոտքի, ջերմուկի հատվածներում համոզվենք, որ նման իրավիճակ Շատ լավ։ Սերժ Սարգսյանի պրոտեժեներին առհասարակ հավատալ չի կարելի, Արման Թաթոյանի պես պրոտեժեին առհասարակ հավատալ չի կարելի, բայց Սերժ Սարգսյանի պրոտեժե Արման Թաթոյանի նախընտրական շրջանում առավել եւս ոչ մի պարագայում հավատալ չի կարելի։ Ես մենակ պիտի հավատամ։ Չէ, բանականությանը եւ ճշմարտությանը։ Շնորհակալ։ Դուք որպես հանձնաժողովի անդամ մեզ կուղեկցեք այդ տարածքներ, մի հատ տեսնենք մեր աչքով, որ անվտանգ ու անվնաս է։ Սիմեջան, որ Թաթոյանը 2 հատ